Տևական պայքարից հետո իշխանություններին ընդամենը 3 պահանջ առաջադրել է, որոնք են մարտի 1-ի դեպքերի բացահայտման վերաբերյալ հավաստիացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումն ու ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքը, ճիշտ չէ, գտնում է հեռակատենապետը, իսկ ըստ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի երկխոսության սկիզբը կտրվի այն ժամանակ, երբ այս 3 պահանջները կատարված կլինեն։ Իշխանություն ընդդիմություն երկխոսության տրամաբանությունը չի հասկանում Էդուարդ Անտինյանը, ինչի շուրջ են երկխոսելու, հարցնում է նա։ Սերժ Սարգսյանի հրաժարականի դա ընդամենը ալուրջ մոտեցում, որովհետև բոլորին հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը նման բանակցության չի նստի, որտեղ ընդամենը պետք է քննարկվի, թե ինքը երբ է գնալու եւ ինչ է կատարվելու իր գնալուց հետո։ Հեռակատենապետի կարծիքով ապրիլի 28-ի հանրահավաքին ոչ մի ջրբաժան չի լինի, որովհետև եթե բանակցություններ վարեն իշխանությունների հետ, արդյունքի չեն հասնելու, եթե կտրուկ գործողությունների դիմեն, կարժանանան շատերի բարձավանքին։ Ամբողջ քաղաքական դաշտը շուռ կգա իրանց եւ կասի, բայց ինչպես եք սրում, որ անկախ Ադրբեջանը հարձակվի։ Այսինքն իրանք արդեն իրանց պերյոմի տակ են մնացել։ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին եւս մտահոգում է Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջև կատարվող process-ները։ Որովհետև դրա արդյունքում ինձ չի հետաքրքրում թե քաղաքական ուժի շահերը ինչպես կբավարարվեն, ինձ հետաքրքրում է այն, որ դրա արդյունքում մարտի 1-ը ուղղակի չկոծկվի, որովհետև տվյալ պարագայում ակնհայտ է, որ կողմերը ցանկություն չունեն վերանայել մարտի 1-ին տրված իրավական գնահատականները։ Այնինչ տեղի է ունենում պարզապես իմիտացիա է, այլապես եթե այդ պահանջները շատ հեշտ էր կատարելը, ապա ինչու 3 տարի շարունակ սա էլ տեղից չէր շարժվում։ Նմանատիպ հարցերը շատ են, ասում է Ժառանգություն խմբակցության ղեկավարը։ Ինչու պետք է 3 տարի շարունակ քաղբանտարկյալներ ունենայինք, ինչու պետք է 3 տարի շարունակ մարտի 1 չբացահայտվեր, ինչու պետք է լուծարվեր փաստահավաք խումբը այսօր մարտի 1-ի մասին բացահայտման հավաստիացում տվող Սերժ Սարգսյանի կողմից։ Ընդդիմություն իշխանություն երկխոսության տեսլականի ֆոնին հարկավոր է այսպես կոչված երրորդ ուժի ձևավորման մասին մտածել։ Սա որոշ քաղաքական ուժերի գնահատականն է։ Սակայն հարկ է նշել, որ այդ ուժի ձևավորման ուղղությամբ կարծես թե գործնական քայլեր չեն արվում։ Առայժմ միայն խոսում են, կարևորում, ստեղծման անհրաժեշտությունն ընդգծում, մինչդեռ որևէ մեկն իրեն երրորդը համարել չի ուզում, այդ թվում Ժառանգությունը։ Հասարակությունը ինքը տեսնում է ով է առաջին, ով է երկրորդ, ով է երրորդ ուժ։ Մեզ չենք համարում երրորդը։ Այդ երրորդ ուժը ասածը դա ընդամենը պայմանական ձևակերպում է, որովհետև հետո տարբեր մարդիկ ներքաշվում են ուղղակի զուտ անունի մեջ։ Իսկ եթե չխոսենք թվերի լեզվով եւ երրորդ ասվածը դնենք մի կողմ, հնարավոր է, որ այլընտրանք ստեղծվի, այս կամ այն ուժի հետ համագործակցելով, որոնք բոլորովին այլ կերպ են մտածում եւ այլ ելքեր առաջարկում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ։ Ուրախնդիր հարցերի երկրում իշխանափոխության եւ սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ ուղղակի համագործակցության նոր բանաձև գտնելու եւ ավելի արդյունավետ գործելու մասին է խոսքը։ Այն մարդիկ, ովքեր այդ կերպ չեն մտածում, այն մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր երկրի փրկությունը սա չի, բնական է, որ նրանք ունեն այլ կարծիք եւ այդ կարծիքն արտահայտում են։ Դա կլինի նոր ուժ, իհարկե կլինի նոր ուժ։ Կա դրա անհրաժեշտությունը միանշանակ կա։ Արմենուհի Վարդանյան, Համբարձում Պապոյան, Գուրգեն Կինոսյան, Գալանյուս։